քրեական պատասխանատվություն հայոց ցեղասպանության ուրացման համար։ Ազգային ժողովում այսօր այս քննարկումներ ընթանում, որը շրջանառության մեջ է դրել Հայաստան խմբակցությունը։ Ըստ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի, սա մի օրինագիծ է, որի մի կողմում ազգային հիշողությունն է, արժանապատվությունն ու ինքնությունը, մյուս կողմում հայ ազգի թշնամիները։ Անդրադառնալ հետևյալն է, այս օրերին մենք հերթական անգամ ականատես եղանք պատմության խեղաթյուրումների, պատմության ուրացումների, ազգային ազատագրական պայքարը հերթական անգամ, ինչպես սիրում են կրկնել, մոնետիզացնող վարքագծի, վիրավորանքների եւ ազգային ժողովի նիստերի նախագահողների կողմից քար լռության այդ ամեն ինչին, ու ուզում եմ նաեւ հիշեցնել, որ ամեն մի խոսք նաեւ պետք է բավարար հիմքեր ունենա հետագայում համապատասխան հիմնավորումներ ներկայացնելու։ Սուտն ու կեղծիքը եւ մեր պատմությունը խեղաթյուրելը պայքարողին այսօր նսեմացնելը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Եվ հիշեք, պատգամավորի կարգավիճակից, իշխանական կարգավիճակից դուրս կյանք կա։ Այդ կյանքում պետք է դուրս գաք մարդկանց մեջ, պետք է մարդկանց հայացքներին նայեք եւ պետք է պատասխան տաք։ Այժմ արտահերթ նիստում քննարկվում էր նաև համընդհանուր հայտարարագրման երկարաձգման հարցը, որտեղ ելույթ էր ունենում ՔՊ պատգամավոր Պապ Կենթունյանը։ Նրա ելույթն ընդհատվեց, դահլիճում պատգամավորների բարձր ձայներ լսվեցին, որից հետո իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջև հրմշտոց սկսվեց։ Այժմ նախագահ Ալեն Սիմոնյանը հանձնարարեց ուղիղ հեռարձակումն անջատել, նիստն էլ ընդմիջվեց։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Հայաստանի հարկային օրենսգրքի փոփոխությունները եւ ֆիզիկական անձանց կողմից 2024 թվականի համար հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մայիսի 1-ից երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։ Օրինագիծն ընդունվեց 60 կողմ 1 դեմ 29 ձեռնպատ ձայնով։ 2024 թվականի հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել 2026 թվականի մարտի 2-ը։ Մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսված է նախազգուշացում։ Այդ ընթացքում ՊԿ քաղաքացուն պարբերաբար կհարցնի, թե ինչով կարող է օգնել։ Եթե քաղաքացին 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնի, ապա տուգանքը կլինի խորհրդանշական 5000 դրամ։ Եթե այս ժամկետն էլ չարաշահվի եւս 30 օրով, ապա տուգանքը կկրկնապատվի կազմելով 10000 դրամ։ Անցած շաբաթ մեղադրանքներ հնչեցին Դաշնակցության եւ Դաշնակցական պատգամավորների հասցեին, որոնց ցանկացավ անդրադառնալ ազգային ժողովում Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանը։ Արդարության հանուն պատմության 3 մի մեղադրանք հնչեց Դաշնակցական պատգամավորների եւ Դաշնակցության հասցեին, որ կուզեի անդրադառնալ։ Կյանքը ինչ հետաքրքիր բան է։ Ամբողջ կյանքը Դաշնակցության շարքերում քո զինակից ընկերների հետ պայքարես հանուն մարդկային արդարության, ցեղասպանության միջազգային ճանաչման։ 2006-ին Ստամբուլում Էրդողանի ներկայությամբ քո ժողովրդի պահանջները բարձրաձայնեց։ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով ձևավորման ժամանակ, որի մեջ էր երիտասարդական նախաձեռնությունների այսօրվա վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դեմ, որքան հիշում եմ, Վահագ Ալեքսանյանն նաև պայքարում էր այդ ժամանակ Արայիկ Հարությունյանի դեմ, պայքարեց այդ ամեն ինչի դեմ։ Գյուլի գալու դեմ քո Դաշնակցության համաշխարհային շարքերով
պայքար մղես, տասնյակ հարյուրավոր դաշնակցականների հետ հացադուլ անես, միակ հեռուստաընկերությունը ղեկավարեց, որ ֆուտբոլային դիվանագիտության դեմ էր խոսում, որը ահազանգել էր Տիտերնակաբերդ լույսերն անջատելու, հետո ահազանգել էր ֆուտբոլի մեր զինանշանի վրայից ֆեդերացիայի Արարատի հանելու, որը պարզվավ թյուրիմացության հետևանք է, ու կան այստեղ քեզ մեղադրեն այդ ամեն ինչի մեջ, լավ էլի, գոնե այդ մեկը չէ, ընդ որում մեղադրողը ոչ թե քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարն է, ոչ թե Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր անդամներից մեկը եւ պատգամավորն է, այլ 2010-11 թվականին այդ օրվա իշխանության մոլի պաշտպան Հրժամ կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Այստեղ պարոն Բաքրատյանը լավ քիշի։ Հրժամ կուսակցությունը բոլորն էր հայտնի էր, որ իշխանության խոշորագույն գործարարներից մեկի Բարսեղ Բեգլարյանի հովանավորություններ վայելում, այսքան շնորհակալ եմ։ Երևանի քաղաքային իշխանությունը դեռ չգիտի, երբ կփակվի Նուբարաշյանի աղբավայրը եւ երբ կկառուցվի նորը, արդեն մի քանի տարի է քննարկվում է Նուբարաշյանի աղբավայրը փակելու թեման, առնվազն 3 անգամ հայտարարվել եւ հետաձգվել է նոր աղբավայրի շինարարությունը սկսելու մասին համաձայնագրի ստորագրման ամսաթիվը։ Քաղաքային իշխանությունները խոստացել էին, որ փորձնական ծրագիր կիրականացվի 24 թվականին, սակայն հարցը դեռ քննարկման փուլում է։ Երևանի ավականու նիստի ժամանակ նույնպես իրավիճակը լարվել է Սարոյի Փոստանջյանի ելույթի ժամանակ։ Հիմա տեսեք, եթե մենք չենք լուծում աղբի հետ կապված մշակման հարցը, իսկ մենք դա չենք լուծել տարիներ շարունակ, 2 հսկայածավալ աղբավայր գոյություն ունի Երևանում, որոնք ուղղակի թունավոր հանքավայրեր են, մեկը Նուբարաշենը, մյուսը Աչափնյակ համայնքում գտնվող աղբավայրերը։ Եթե սա չի լուծվում եւ բերում են այսպիսի նախագծեր, որը անդրամաբանորեն թանկացնում են աղբի հետ կապված գումարը, աղբահանության հետ կապված գումարը, սա խոսում է այն մասին, որ ոչ միայն գետ են, անգրագետ են, չգիտեմ, անբարոյական են, այլ նաև կոռուպցիաներներ են եւ կոռուպցիայի մեջ ահավոր թաթախված գաստրոլորներ են, որ 7 տարի է պտտվում են Հայաստանի Հանրապետությունով եւ Արցախով, հանձնեցին Արցախը, հիմա եկել են Երևան քաղաքներ, ապահանում, ձերդ Տիկին Փոստանջան, Տիկին Փոստանջան, Տիկին Վարդանյան, խնդրում եմ գտնվող գազանների։ մի հատ խնդրում եմ կորեկտ խոսեք, մի հատ կորեկտ խոսեք, Տիկին Փոստանջան, Ես իմ Տիկին Փոստանջան, ունեմ հիմնավորում։ խնդրում եմ դուք կորեկտ արտահայտեք, Ես կորեկտ եմ արտահայտում։ մի հատ մի գոռացեք իմ վրա, մի հատ հանգստացեք, խնդրում եմ տեղից չարձագանքել, շարունակեք, Դահլիճի կարգավորում։ կորեկտ խոսեք ու առանց վիրավորանքների, այլապես հակառակ պատասխանը կստանաք, ես նայ ձեր համար եմ ասում, շարունակեք ձեր, դե ուրեմն շարունակեք ձեր ելույթը առանց վիրավորանքների, շարունակեք, Դուք եք տոնը իջացրեք։ որ դուք լսեք տոնս իմ շատ ցածր է, միջև դուք չեք Ես շատ լսում, լավ լսում եմ։ դե շարունակեք ձեր Հա, դե հիմա ժամանակը հետ կվերականգնեք։ Ուրեմն տեսեք, այս մարդիկ իրենց գաստրոլներով հանձնեցին Արցախը, հայաթափեցին Արցախը, հիմա այս գաստրոլորները ուղակի մտել են, որովհետև անպատժելի է մնացել միջև հիմա։ Այդ որ գոռում էր, բղավում էր այս գաստրոլորներից մեկը, իրենց որպես ворց հրճակած, որ ասում էր վնգստում են, չգիտեմ ինչ են անում, հիմա եկել են ստեղ են վնգստում, ասեցի ձենդ կտրի, ասեցի ձենդ կտրի, Տիկին Փոստանջան, ուրեմն այս գաստրոլորները եկել են մտել են երևանցիների գրպանը տարբեր միջոցներով, գույքահարկի բարձրացում, հանրային տրանսպորտի գումարի բարձրացում, աղբահանության բարձրացում, այսինքն սրանք ուղակի այդ կոռուպցիա, թալան եւ այլն իրականացնում են բացահայտ կերպով, բայց չեն մնում պատժված, այսինքն պատիժը նրանց չի հասնում, բայց հասնելու է։ Ուրեմն դուք այդ ձեր թայֆեքի մեջ ունեք 2 տիկին, մեկը ղեկավարում է արդարադատության նախարարությունը, Սրբույ է անունը, հաջորդներ քրեակատարողական ծառայություն է ղեկավարում, անունը Ծովինար է։
Ուրեմն տիկիններ երկու, պատրաստեք այդ բանտերը, խցերը պատրաստեք, որովհետև շուտով այստեղի այս մասան, որ բերել է այս թալանն է կազմակերպում, տեղափոխվելու են այդտեղ։ Դուք ասեք չէ, ասեմ ձեզ այո, որովհետև կյանքի փորձը ցույց է տալիս այս կոռումպացվածների, ովքեր որ ստանձնել են այս երիտասարդ դեմքերով այս ահավոր թալանը, եւ կաստրոլը, ցեղասպանության եւ հայրենասեր հատ անցնելու են այդ բանտախցերի տարածքները։ Տիկին Փոստանջան, ավարտեք։ Ավարտում եմ, զգուշացնում եմ ծովինար եւ սրբուի, կազմակերպի այդ բանտախցերը, շուտով Գյումրի տեղափոխվելու է Երևան։ Բայց ամեն դեպքում ես ուզում եմ խոստովանել, որ Տիկին Փոստանջան առանց ձեզ շատ տխուր էր, լավ է որ գալիս եք, մասնակցում եք։ Եվրամիության դիտորդական առաքելությունն իր հաղորդագրության մեջ հայտնել է, որ արձանագրել է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա սահմանային գրակոծների հետևանքները, մինչև Զատկի հանգստյան օրերը ԵՄ դիտորդական առաքելությունը 27 օր ու գիշեր բարեփություն է իրականացրել իր գործունեության տարածքում, այդ թվում Խոզնավար, Խնածախ եւ Արավուս գյուղերում։ Խոզնավարում արձանագրել են 2 գրակոծ, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքը։ Հնարավոր է դրանք արձակվել են այդ տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերից, ասվում է առաքելության հրապարակման մեջ։ Հայոց ցեղասպանության տարելիցին ընթരാճ թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է, որ 2021 թվականից ի վեր այս տարի առավել քան երբևէ Թուրքիան խստորեն պահանջել է, որ հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի դե ֆակտո իշխանությունները անվերապահ մնան թուրքական քարոզչական ծիրում։ Ընդ որում խոսքը ոչ միայն ցեղասպանության միջազգային ճանաչումից իսպառ հրաժարումն է, այլև նույնիսկ Հայաստանում ու հայկական աշխարհում այդ հարցի չքաղաքականացումը եւ առավելագույնը պարզապես որպես մշակութային իրադարձություն հիշատակելը։ Այս իմաստով բնավ զարմանալի չեն այդ տեղեկությունները, որ օրինակ Հայաստանի դեսպանատներին ու հյուպատոսություններին Երևանից կոչ են արել վերջիններս այնպես անեն, որ Սփյուռքում միջոցառումներին Թուրքիայի անունը չհիշատակվի։ Հայոց ցեղասպանության հիշատակը միայն պատմություն չէ, այն հստակ քաղաքական դիրքորոշում է, որը մեր անվտանգության մի մասն է։ Ոչ թե ցեղասպանությունը մոռանալն ու ուրանալն է բարձրացնում մեր անվտանգությունը, այլ ճիշտ հակառակը։ Հայոց ցեղասպանության հին ու նոր դրվագների իմացությունը, դրանց վերաբերյալ հիշողության հարցում հաստատակամությունը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից։ Այլ բառերով ասած, եթե մոռանում ես, որ քո հանդեպ հանցագործություն է կատարվել, հավելյալ կանաչ լույս ես վառում, որ էլի կատարվի նման բան։ Ուստի թե այս շաբաթ եւ թե առաջիկայում, քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը, սկսած ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելուց։ Այդ առումով ես ավանդույթի համաձայն նաեւ մասնակցելու եմ ապրիլի 23-ի ջահերով երթին։ Դուք էլ կարող եք միանալ։ Վրաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի հաստատումը եւ պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության ամրապնդմանը, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մագա Բոջորիշվիլին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիլիօղլուի հետ համատեղ ճեպազրույցում։ Նրա խոսքով Վրաստանն անկեղծորեն ցանկանում է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Բոջորիշվիլին նաեւ հավելել է, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային գործակցությանը, հատկապես այն նախագծերի իրականացմանը, որոնք կնպաստեն տնտեսական զարգացմանը։ Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է Արցախի ղեկավարների եւ այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական մեդիայի հաղորդմամբ դարձյալ քննարկվել են այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության վերաբերյալ ադրբեջանական թեզերը։ Մասնավորապես հարցերի է պատասխանել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նա նշել է, թե Խոջալույի դեպքերի ժամանակ Լեռնային Ղարաբաղը ղեկավարել է Արթուր Մկրտչյանը, իսկ զինվորականներին կոմանդոս անունով հայտնի Արկադի Տեր-Թադևոսյանը, որը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ հայկական զինված ուժերում, իսկ նորաստեղծ ինքնապաշտպանության ուժերի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր։ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն հայտարարել է, որ ինքը չունի Խոջալույի իրադարձությունների վերաբերյալ մանրամասն եւ համապարփակ տեղեկատվություն։ Նա ասել է, որ լսել է նախկին խորհրդային բանակի 366-րդ մոտոհրաձգային գնդի մասնակցության մասին եւ որ Սեյրան Օհանյանը, որը հետագայում դարձել է Հայաստանի պաշտպանության նախարար, ծառայել է այդ գնդում։ Արցախի այժմ նախագահ Դավիթ Իշխանյանն էլ ասել է, որ այդ դեպքերի ժամանակ եղել է Լեռնային Ղարաբաղի падգամավոր Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբյանն իր հերթին նշել է, որ ինքը Խոջալույի օկուպացիայի մասնակից չի եղել։ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Խոջալույի դեպքերը համարում է առաջին Ղարաբաղյան պատերազմի ամենամեծ ողբերգությունը։ Նա պնդել է, որ Արցախում գործողության մասին որևէ քննարկում չի եղել։ Այդ ժամանակ գլխավոր զորահրամանատարը Արկադի Տեր-Թադևոսյանն էր։ Հավանաբար Խոջալույի ռազմական գործողությունները իրականացվել են նրա հանձնարարությամբ եւ նրա համաձայնությամբ, ըստ ադրբեջանական աղբյուրների ասել է Հարությունյանը։
Առավոտից Պրոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները փակել էին Երևան մտնող մայրուղին եւ պահանջում էին գծից չհանել թիվ 25 եւ թիվ 59 երթուղու ավտոբուսները, որոնք այս երկու գյուղերը կապում են Երևանին։ Քաղաքապետի համապատասխան որոշումից բխում է, որ եթե 59 համար երթուղին հանում են, դրանից առաջ պետք է նոր մրցույթ հայտարարեն։ Հիմա Երևանի քաղաքապետանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է Մուլտիտրանսպորտ ընկերությունը ուղևորցը լինելու է 250-ից 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կիլոմետր։ Իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի ֆիզիկայի ինստիտուտ վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19:30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։ Իշխանության տարբեր մակարդակի պաշտոնյաների հետ 3 հանդիպում են ունեցել, այդ թվում ՏԿ փոխնախարարի, տրանսպորտի վարչության պետ, մարզպետ եւ այլն, սակայն բոլոր ջանքերը դեռ ապարդյուն են։ Ուրեմն այստեղ հստակ գրված է, եթե դուք երթուղին հանելու եք, պետք է ղեկավարվեք ձեր իսկ գրված այս ենթաորոշդրական ակտով, այսինքն պետքա դուք մրցույթ հայտարարեք, նոր մրցույթ, նորից խնդրում եմ ուշադրություն, մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը։ Ինչ է սա նշանակում։ Նշանակում է, եթե դուք մեր 59 համարի տրանսպորտային միջոցը հանելու եք, ապա պետքա նոր մրցույթ հայտարարեք եւ մինչև այդ մրցույթի ամփոփումը դուք իրավունք չունեք մեր տրանսպորտային միջոցը հանելու մեր համայնքից։ Տրանսպորտային միջոց հանում են համայնքից այն ժամանակ, երբ որ կա հանրության կողմից պահանջ, պետք է համայնքապետարանում հանրային լսումներ կատարվեն եւ բոլոր փոփոխությունները միմիայն պետք է կատարվեն համայնքի շահերից։ Հակառակ պարագայում բոլոր այլ գործողությունները կլինեն անօրինական։ Հիմա սահմանադրությունով համայնքին տրված է լիազորություն, ժողովրդին տրված է լիազորություն իր սահմանադրական կարգը կատարելու, այսինքն բողոքելու նման գործողությունների դեմ, որը կատարվում է անօրինական, բոլորը կատարվում են ուղղակի խոսակցության մակարդակով։ Քանի որ Պրոշյանում շատ են, ասենք, հանրային տրանսպորտից օգտվողներ, աշակերտներ, ուսանողներ, աշխատողներ, եւ վերջին հաշվով բոլորս գիտեք, որ հանրային տրանսպորտից օգտվում են մեծ մասամբ ֆինանսապես անապահով մարդիկ։ Եվ պատկերացրեք, ընտանիքներ կան, որոնց ես ճանաչում եմ, մի ընտանիքից 4 հոգի, նույնիսկ 5 հոգի գնում Երևան գալիս են։ Գումարեք ուղևորցի տարբերությունը եւ տեսեք, այդ մարդիկ հետ բեռն ինչպես են տանելու, այսինքն չեն աշխատելու։ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Քասախի տրանսպորտի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։ Հայտնում ենք, որ միասնական երթուղային ցանցի բարեփոխման ծրագրի շրջանակներում Կոտայքի, Մարզի, Քասախ եւ Պրոշյան բնակավայրերի բնակիչների կողմից Երևան համայնքը սպասարկող տրանսպորտի իր վարչական տարածք հետ քաշման եւ բնակավայրեր միջմարզային տրանսպորտի մուտք գործելու հարցի առնչությամբ բողոքի բարձրաձայնումից հետո Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից բազմաթիվ հանդիպումների եւ քննարկումների արդյունքում առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ, մասնավորապես փոխադրավարձի նվազեցում Պրոշյան Երևան 200 դրամ 250 դրամի փոխարեն, Քասախ Երևան 150 դրամ 200 դրամի փոխարեն, չվացուցակով սահմանված երթերի քանակի ավելացում, Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից, տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում, Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։ Նշված առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական, ինչը վտանգում է տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ է առաջացնում Երևան համայնքին սահմանակից այն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը։ Հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում։ Վատիկանը հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի 2022 թվականի հունիսի 29-ով թվագրվող կտակը, որով ցուցումներ են նրա թաղման վերաբերյալ պապական մեծ բազիլիկ հայտնի Սանտա Մարիա Մաջորե տաճարում։ Ֆրանցիսկոս Պապը կտակում հայտնել է վերջին ցանկությունները, որոնք վերաբերում են միայն թաղման վայրին։ Դամբարանը պետք է լինի գետնի վրա, պարզ, առանց որևէ հատուկ զարդարանքի, միայն մեկ գրությամբ Ֆրանցիսկոս։ Թաղման նախապատրաստման ծախսերը կծածկվեն բարերարի կողմից տրամադրված գումարով, որը ես կազմակերպել եմ Սանտա Մարիա Մաջորեի պապական տաճարին փոխանցելու համար։
Ես այդ հարցի վերաբերյալ անհրաժեշտ հրահանգներ եմ տվել Լիբերիայի բազիլիկի արտակարգ հանձնակատար կարդինալ Ռոլանդաս Մակրիչկասին, նշել է Ֆրանցիսկոս Պապը, հավելելով, որ իր կյանքի վերջին հատվածը նշանավորող տառապանքը նվիրում է Տիրոջը, աշխարհի խաղաղության եւ ժողովուրդների միջև եղբայրության համար։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը ապրիլի 26-ին։ Աշխարհի մի շարք առաջնորդներ, այդ թվում Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Արգենտինայի ղեկավարներն արդեն հայտարարել են Վատիկան մեկնելու իրենց մտադրության մասին, վերջին հրաժեշտը տալու կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդին։